Բարի երեկո բոլորին, հուսով եմ նորմալ տեսնում եք, նորմալ լսում եք։ Եթե ամեն ինչ լավ է, խնդրում եմ չաթի մեջ գրեք 10-ը։ Խնդրում եմ չաթի մեջ տվեք հետադարձ կապը, եթե ամեն ինչ լավ է, լսում եք, տեսնում եք։ Ուզում եմ տեսնել հետադարձ կապը։ Շատ լավ է։ Շնորհակալություն հետադարձ կապի համար, ովքեր որ ակտիվ արձագանքեցին։ Շատ լավ է, կա կապ, նորմալ է։ Ուրեմն ներկայանամ, ես Զաքարյան Լիբարիտն եմ, ես հանդիսանում եմ տոկենիզացված արժույթների մասնագետ, անշարժ գույքի ոլորտում եւ բիզնես մարզիչ եմ ֆինանսական ինտելեկտ եւ ֆինանսական ստրատեգիա ուղղություններով 20 տարի բիզնեսի մեջ եմ եւ օգնում եմ մարդկանց գումար վաստակել, բարելավել իրենց ֆինանսական վիճակը։ Ինչ այսօր մենք կիմանանք եւ ինչ թեմաների շուրջ մենք այսօր կունենանք քննարկում։ Առաջինը մենք կիմանանք ինչպես կարելի է ստանալ пассив եկամուտ անշարժ գույքի մասնաբաժնից, այսինքն ունենալ որոշակի համասեփականատիրության իրավունք եւ վաստակել։ Երկրորդը մենք կիմանանք ինչպես կարելի է ստանալ пассив եկամուտ մեր սեփական ամբողջական անշարժ գույքից։ Երրորդը կիմանանք ինչպես կարելի է ստանալ пассив եկամուտ ծիտապտղի ծառերից եւ չորրորդը կիմանանք ինչպես կարելի է ճանապարհորդել ամբողջ աշխարհով եւ ստեղծել նաեւ բիզնես եւ կարիերա։ Այս թեմաների շուրջ ենք մենք խոսելու։ Տվյալ հնարավորությունը մեզ ընձեռում է Stability International Platform ընկերությունը եւ հիմա դուք տեսնում եք ընկերության պրեզիդենտին Վիտալի Տերկաշն է ընկերության պրեզիդենտը, ով որ ունի իրաբանական կրթություն, բիզնեսի մեջ է շատ երկար տարիներ, շատ մեծ փորձ ունի, շատ մեծ մասնագիտական հմտություններ, ամուսնացած է, ունի 2 երեխա եւ դուք կարող եք տեսնել տվյալ մարդուն Telegram-ով, Facebook-ով, Instagram-ով, այսինքն բոլորի համար հասանելի է։ Դուք նաեւ հիմա տեսնում եք ընկերության փաստաթղթերը, ընկերությունը գրանցված է Եվրոմիության տարածքում, այստեղ կան, եթե դուք մուտք գործեք ընկերության կայքը, ավելի մանրամասը փաստաթղթերը կարող եք դուք նայել, ներբեռնել, տրամադրել իրավաբանների, ընկերությունը ունի բոլոր համապատասխան լիցենզիաները տվյալ գործունեությունը ծավալելու համար։ Եվ արդեն տեսնում եք ընկերությունը գործում է 63 երկրներում, ի ուրախություն մեզ գնալով աճում է այդ թիվը։ Հիմա տեսնենք ինչպիսի խնդիրների հետ են բախվում այն մարդիկ, ովքեր ուզում են ստանալ լրացուցիչ եկամուտ անշարժ գույքի մեջ, ինչ առավելություններ կա, երբ որ մենք մուտք ենք գործում անշարժ գույք, հա։ Ամենաառաջինը տեսնում ենք, որ անշարժ գույքը հանդիսանում է շոշափելի ակտիվ։ Անշարժ գույքի շնորհիվ մենք կարող ենք պահպանել մեր գումարները արժեզրկումից, այսինքն անշարժ գույքը ռեալ կա, հողի վրա է եւ այն կարելի է համարել, որ գոյություն ունեցող ակտիվ է, ինչ որ on-line ոլորտում չի գտնվում։ Եվ եթե մենք վերցնենք արժեզրկման պահը, մենք գիտենք, որ բոլոր դրամական միջոցները արժեզրկվում են, դա մենք զգում ենք հետեւյալ ձևով, ամեն ինչ թանկանում է, հա, քանի գնում ամեն ինչ թանկանում է, եւ ինչպես կարելի է այս process-ը կանխարգելել, եթե մենք ունենք գումար, վերցնենք ունենք 100,000 դրամ, եթե տարվա սկզբում մենք այդ 100,000 դրամով ձեռք ենք բերում ավրանքներ եւ ծառայություններ, տարվա վերջում արդեն կպահանջվի 120,000 դրամ, չէ, ավելի շատ փող կպահանջվի։ Ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մեր գումարը արժեզրկվեց։ Բայց եթե մեր գումարները անշարժ գույքի մեջ են, անշարժ գույքն էլ է թանկանում, եթե չի թանկանում, այդքան շատ չի էլ էժանանում, բնականաբար մենք պահպանում ենք մեր գումարները արժեզրկումից։ Մենք կարող ենք նաեւ տեղաբաշխում իրագործել, այսինքն ստեղծել մի քանի լրացուցիչ եկամուտի աղբյուրներ։ Օրինակ, մարդկա աշխատում է աշխատատեղում, ինչ որ միտեղ ստանում է եկամուտ, կարող է կողքից նորից էլի եկամուտի աղբյուր ստեղծի։ Ցավոք սրտի մարդը չի կարող միշտ աշխատել։ Մարդը ռոբոտ չի, հոգնում է, ծերանում է, հեռացնում են գործից, տվյալ մասնագիտությունը այլևս արդիական չի լինում, այսպիսի բաներ է լինում կյանքում, եւ եթե մարդը չի տեղաբաշխել իր եկամտի աղբյուրները, դիվերսիֆիկացում չի արել, չի ստեղծել մի քանի եկամտի աղբյուրներ, հենց հայտնվեց այդպիսի իրավիճակի մեջ, իրեն համար լինելու է շատ բացասական հետևանքներ է թողնելու, շատ վատ է լինելու այն մարդը, ով որ չունի լրացուցիչ пассив եկամուտ։ Ուզում եմ իմանամ, այսօր մեր խմբում կան մարդիկ, ովքեր ունեն ինչ-որ միտեղից լրացուցիչ եկամտի աղբյուր, այսինքն անշարժ գույքի մեջ ունեն անշարժ գույք, տալիս են վարձակալության, ստանում են ինչ-որ пассив եկամուտ։ Եթե կան այդպիսի մարդիկ, խնդրում եմ գրեք մեկ չաթի մեջ, որ դուք ունեք անշարժ գույք, տալիս եք վարձակալության, ստանում եք եկամուտ եւ ստեղծել եք ձեր
պասիվ եկամուտը։ Ի վերջո այն վերահսկվող ակտիվ է, այն կարելի է վաճառել, կարելի է բնակվել, վարձով տալ, այն ամբողջությամբ մեզ է պատկանում, մենք եթե վաճառենք, կարող ենք նույնիսկ թանկ վաճառենք։ Սա առավելություններն է անշարժ գույքի եւ անշարժ գույքի մեջ եկամտաբերությունը շատ լավ է, բայց ոչ բոլորին է հասանելի, այսինքն այստեղ կան ռիսկեր եւ դժվարություններ։ Ինչպիսի ռիսկեր եւ դժվարություններ կան։ Ամենաառաջի խնդիրը, ինչի հետ բախվում են մարդիկ, դա մուտքի բարձր շեմն է։ Այսինքն պետք են մեծ գումարներ, որովհետեւ մարդ մուտք գործի անշարժ գույքի ոլորտ, առնի տվյալ անշարժ գույքը վարձով տա, հիմնական արկելող հանգամանք է դրա մեջ է կայանում։ Ոչ բոլորը ունեն այս պահին 100,000 դոլար, որ կարողանան ձեռք բերեն անշարժ գույք, կամ 100,000-ից ավելի շատ է պետք, որպեսզի մարդը ձեռք բերի անշարժ գույք։ Նաև կարող է կորչել տվյալ կապիտալը, այսինքն ռիսկեր կան, պատերազմներ է լինում, երկրաշարժերը, տարերային աղետներ, տարբեր տեսակի, նաև կարող են լինել քաղաքական, տնտեսական, գեոպոլիտիկ խնդիրներ, որի հետ մենք բախվել ենք, բազմիցս տեսել ենք այդ բոլոր օրինակները մեր կյանքում։ Եվ շատ դժվար է այդ ռիսկերը տեղաբաշխել, դիվերսիֆիկացնել, այսինքն մի քանի անշարժ գույք ձեռք բերել մի քանի երկրներում, վարձով տալ, որբեսի եթե ինչ որ մի տեղ գործերը լավ չգնան, մյուս տեղը ավելի լավ կլիներ եւ մարդը միշտ եկամուտ կունենար, դա անելը ավելի դժվար է, որովհետեւ ավելի շատ գումարներ է պետք դրա համար։ Այդ չեմ խոսում փաստաթղթային գործարքները, տարբեր երկրներում տարբեր օրենքներ կա, կարող են փոխվել օրենքները եւ մարդը կարող է այնպիսի իրավիճակում հայտնվի, որ գործարքների առումով մի օր ասեն, որ օրենքի տեսակետով դուք այլևս սեփականատես չեք, այդպիսի խնդիրներ լինում են։ Եվ ամենադժվար խնդիրը իհարկե կառավարման խնդիրն է։ Այսինքն, եթե մենք ուզում ենք գումար վաստակել, տրամադրել վարձակալությամբ, նմանատիպ ձևով մեզ պետք են հատուկ ընկերություններ կամ մարդիկ, ովքեր կկառավարեն անշարժ գույքը, կտան վարձակալության, եթե մենք ենք զբաղվում, մենք էլ պետք է միշտ փնտրենք այդ վստահելի վարձակալներին, այդ ոլորտը նույնպես դժվար է, շատ դժվարություններ, խնդիրներ կան։ Սրանք այն բացասական եւ դրական կողմերն են, ինչի հետ բախվում են մարդիկ, եթե մտածում են ինչպես կարելի է ստեղծել լրացուցիչ պասիվ եկամուտ անշարժ գույքի ոլորտում։ Քանի որ անշարժ գույքը դա իրոք մի հատ մեծ հնարավորություն է ֆինանսական անկախության հասնելու եւ կայուն եկամուտ ստանալու առումով։ Հիմա տեսնենք ինչպես է աշխատում ընկերությունը եւ ինչ ձևով է այս խնդիրները լուծում։ Եթե նույնիսկ դուք չունեք այդ մեծ գումարները, դուք կարող եք դառնալ ընկերության մեջ համասեփականատեր եւ տվյալ սխեմայի մեջ մենք տեսնում ենք ցախ կողմում գրված է հարտագից օգտվողները։ Դա մենք ենք, երբ որ մենք ձեռք ենք բերում ընկերության բաժնեմասերը, դրանք ավելի փոքր արժեք ունեցող մասնաբաժիններ են, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է այդ բաժնեմասը մասնաբաժինը ձեռք բերել։ Երբ որ մենք ձեռք ենք բերում այդ մասնաբաժինները, մենք դառնում ենք համասեփականատեր։ Եթե չունենք այդպիսի մեծ գումարներ, որ ամբողջական անշարժ գույք ձեռք բերենք, մեր ձեռք բերած բաժնեմասերի հաշվին ընկերության մեջ գումար է կուտակվում, ընկերությունը այդ գումարով ձեռք է բերում անշարժ գույք եւ տրամադրում է վարձակալության։ Իսկ առաջացած եկամուտը տեղաբաշխվում է հարտագից օգտվողների միջև։ Այսինքն մենք լուծեցինք հիմնական խնդիրը, որ շատերը չեն կարող անշարժ գույք մուտք գործել, ձեռք բերել, ունենալ տրամադրել վարձակալության մի պատճառով, որ մեծ գումարներ է պետք, տվյալ դեպքում կարելի է փոքր գումարով նույնիսկ դառնալ համասեփականատեր։ Ինչը վերաբերվում է վարձակալների փնտրտուքին, կառավարման խնդիրները, վարձով տրամադրելը, վերանորոգման հարցերը եւ այլն, այդ ամբողջը տեխնիկական մասը, իրավաբանական սպասարկումը, այդ ամբողջը իր վրա է վերցնում ընկերությունը։ Այսինքն մենք ձերբազատվում ենք այդ բոլոր խնդիրներից եւ կարող ենք արդեն այսօրվանից սկսած ստանալ լրացուցիչ պասիվ եկամուտ։ Ինչքան գումար մենք կարող ենք վաստակել։ Հիմա տեսնենք ինչ է ներառված փաթեթի մեջ եւ ինչ տոկոսներ կան։ Այստեղ մենք տեսնում ենք, որ փաթեթի գումարը բաժանվում է երկու մասի, գրված է 50%, 50%։ Առաջին մասը մենք ձեռք ենք բերում բաժնեմասերը, ստաբը, եւ երկրորդ մասը նախորոք վճարված բնականի վարձակալության գումար է, այսինքն մենք ունենք թվային վկայագիր, որ մենք կարող ենք օգտագործել եւ օգտվել մեր հյուրատներից։ Հիմա տեսնենք ինչպիսի եկամտաբերություն է բերում բաժնեմասերը, ստապ տոկենները։
Մենք տեսնում ենք, որ տարեկան կարող ենք մինչև 12% եկամուտ ստանանք դոլարով, եթե մենք պահում ենք, այսինքն ունենք դիվիդենդներ։ Յուրաքանչյուր ամսի 10-ին մենք ստանում ենք մեր եկամուտը, դա հենց այդ пассив եկամուտն է, քանի որ ընկերությունը վարձակալության է տրամադրում անշարժ գույքերը, ունի եկամուտ, մենք էլ համասեփականատեր ենք, գործող այդ հյուրանոցային ցանցի մեջ համաշխարհային միջազգային, մենք ստանում ենք մեր տոկոսները այդ գործնեության հաշվին։ Նաև կարևոր հանգամանք կա։ Բաժնեմասը թանկանում է իր արժեքի մեջ, այն հիմա չի էժանանում, այլ միշտ թանկանում է մի պարզ պատճառով, որովհետև բաժնեմասը հիմա ունի ռեալ արժեք, ոչ թե սպեկուլյացիոն գին, այսինքն ինչքան անշարժ գույք կա, հենց դրան համաչափ քանակությամբ էլ բաժնեմասեր կա։ Հետևաբար բաժնեմասի թանկացումը անխտիր տեղի է ունենում, տեսնում ենք տարեկան 30-ից 50% կարելի է նաև հենց այդ գնաճի հաշվին վաստակել։ Եվ պատկերացրեք մի պահ, հիմա դուք տեսնում եք, սկսել ենք $1, աճում է բաժնեմասերի գինը, $3.11 հիմա արժի, եւ եթե դառնա $10, կարելի է 10 անգամ ավելացնել մեր ունեցվածքը, տասնապատկել։ Օրինակ, եթե դուք ունեիք $10,000 բաժնեմաս, դուք կարող եք այն վաճառել $100,000-ով, երբ որ մենք դուրս գանք բիրժա։ Դա $10 դա ինչ որ սկզբնական վաճառքի գին է, կարող է ավելի բարձր գնել լինի։ Իսկ հիմա գոյություն ունեցող գինը, որը հասանելի է, երբ որ մենք ձեռք ենք բերում փաթեթները հենց այդ գնով, այլևս երբեք չի կրկնվի։ Հիմա ամենալավ պահն է, որբեսի մենք ձեռք բերենք, ունենանք այդ բաժնեմասերը եւ ուղղակի այս ժամանակահատվածը օգտագործենք, ժամանակը մեզ ծառայեցնենք թանկացման առումով, բաժնեմասի թանկացման առումով եւ վաստակենք մեծ գումարներ այդ թանկացման շնորհիվ։ Հիմա դուք տեսնում եք այն անշարժ գույքերը, որոնք որ կան Թայլանդում, Պանգանում շինարարությունը սկսվել է Միգուլիջինում, այսինքն Կարպատներում կա, Յաբլունիցա Կարպատներում, տեսնում եք Ցիխիձիրիում, Վրաստանում մենք տեսնում ենք այս անշարժ գույքերը, սրանք գործող, ռեալ աշխատող անշարժ գույքեր են, ինքներդ կարող եք գնալ, հանգստանալ, տեսնել բոլոր փաստաթղթերը, որ այս անշարժ գույքերը կան, ռեալ գոյություն ունեն։ Ինչը վերաբերվում է ռենդին, արենդա բառից է, որը վարձակալության թվային վկայագիր է, այսինքն դուք ունեք վկայագիր, որը կարող եք ծախսել հյուրանոցներում հանգստանալ եւ ստանալ զեղչեր։ Ընդհանրապես ռենդի գինը չի թանկանում, մեկ ռենդը արժի $1 եւ կարելի է ստանալ տարբեր զեղչեր, 30-ից 90% զեղչ ստանալ, օգտվել հյուրանոցներից, տարբեր երկրներում ճանապարհորդել։ Իսկ եթե դուք չեք ուզում օգտվել հյուրանոցներից, հիմա ձեզ անհրաժեշտ չէ, այն մնում է ձեր հաշվի վրա եւ նորից վճարում է пассив եկամուտներ, դուք ստանում եք նորից դիվիդենդներ եւ ասեմ ձեզ յուրաքանչյուր օր եք դուք ստանում։ Տվյալ դեպքում կախված ձեր փաթեթից, ինչքան մեծ փաթեթ է, այնքան տոկոսները բարձր կլինեն, մինչև 76% կարելի է ստանալ եկամտաբերություն տարեկան կտրվածքով, եթե դուք ունեք նաև այս ակտիվը։ Եթե դուք այն օգտագործում եք, շատ լավ ստանում եք զեղչեր, կարող եք դուք օգտագործել նաև տոկոսները, ընդհանրապես անվճար գնալ եւ տարեկան մի քանի անգամ ճանապարհորդել, հանգստանալ։ Դուք հիմա տեսնում եք այն անշարժ գույքերը, որոնք տեղադրված են կամ բուկինգում, նույնիսկ կարող եք էկրանին սկանավորել եւ միանգամից հայտնվել այդ բուկինգ ծրագրի մեջ, որտեղ որ ներառված է մեր հյուրատները եւ ասեմ ձեզ, որակի սպասարկման առումով գոյություն ունի 10 բալային համակարգ, որը հիմնված է հաճախորդների կարծիքների վրա։ Հիմա դուք տեսնում եք 10 բալային համակարգից 9.4-ը գնահատված հյուրատները, ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ շատ բարձր մակարդակի հյուրանոցներ են, իրենց սպասարկումով, այնտեղ ներառված է տեղակայումը, մաքրությունը, ամեն բան ներառված է, եւ սա շատ ուրախացնող է, 10 բալային համակարգով տեսնում ենք կարծիքը Ցիխիձիրիում գտնվող հյուրանոցները գտնվում են շատ հիանալի վայրում, դա կոչվում է վրացական բալի, դուք ինքներդ կարող եք այնտեղ գնալ եւ հանգստանալ։ Եվ մենք ունենք մի հատ շատ հետաքրքիր տարբերակ եւս, որի շնորհիվ կարող ենք մեր գումարները
կրկնապատկել, բազմապատկել, ստեղծել տարիների ընթացքում ավելի մեծ կապիտալ, ժառանգել այն մեր սերունդներին, որն է այդ գաղտնիքը հենց խելացի կուտակումն է։ Յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ ամսվա կտրվածքով, եթե ցանկություն ունի, կարող է ավելացնել իր բաժնեմասերի, իր փաթեթների քանակությունը, այսպիսով կարող է շատացնել իր կապիտալը։ Դուք նույնիսկ կարող եք ձեր վաստակած գումարը նույնպես նորից ձեռք բերել բաժնեմասեր, նորից կուտակումներ անել, այսպիսով դուք ստեղծում եք բարդ տոկոսադրույք։ Ինչ է նշանակում բարդ տոկոսադրույք։ Երբ որ ձեր վաստակած տոկոսը նորից ուղղորդում եք աշխատելու եւ տոկոսի վրա տոկոս եք աշխատում։ Նման սկզբունքի շնորհիվ նույնիսկ $1 կարելի է դարձնել 100,000-ավոր դոլարներ։ Ինչն է պատճառը։ Պատճառը հենց նրա մեջ է կայանում, որ մեր գումարը սկսում է աշխատել մեր համար, մեր ժամանակը դառնում է գումար, այսինքն ոչ թե մենք ենք աշխատում գումարի համար, այլ սկսում են գումարները աշխատել մեր համար։ Ով է ուզում, որպեսզի գումարները աշխատի հենց իրեն համար։ Խնդրում եմ չաթի մեջ գրեք երկուսներ, եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր ուզում են, որ գումարները հենց իրենց համար աշխատի եւ բերի լրացուցիչ եկամուտ։ Եթե կան այդպիսի մարդիկ, լավ կլներ տեսնել այդպիսի մարդկանց, տեսնենք կան ընդհանրապես մեր մոտ այդպիսի մարդիկ, որ ուզում են իրոք, այո, կան այդպիսի մարդիկ։ Հիմա տեսնենք ինչպիսի փաթեթներ կա։ Այստեղ մենք տեսնում ենք ամենամեծ փաթեթը, տեսնում ենք միջին եւ փոքր փաթեթները։ Ամենամեծ փաթեթը արժի $20,050։ Դա բնակարանի առումով շատ փոքր գումար է, ոչ ոք չի կարող այդ գումարով, ասենք Երևանում կամ ինչ-որ լավ տեղ ձեռք բերել բնակարան, բայց այստեղ կարելի է դառնալ արդեն համասեփականատեր։ Կան ավելի փոքր փաթեթներ, $15,050, $10,050, միջին փաթեթներ կան $2,550, $1,550 եւ փոքր փաթեթը արժի $550։ Այն մարդիկ, ովքեր որ չունեն մեծ գումարներ, բայց ուզում են, որ սկսի ժամանակը իրենց համար աշխատել, սկսի գումարը իրենց համար աշխատել, կարող են ձեռք բերել յուրաքանչյուրը իրեն գրբանին համաձայն, որ համընկնում է գրբանի պարունակության հետ, այդպիսի փաթեթ կարող են ձեռք բերել։ Ասեցի ինչքան մեծ է փաթեթը, այնքան եկամտաբերությունը ավելի մեծ է։ Մենք հիմա բոլորս միասին քննարկենք մեր մյուս պրոդուկտը, մյուս հնարավորությունը, ինչպես կարելի է ունենալ հենց նորից пассив եկամուտ, եւ այստեղ մենք տալիս ենք շատ մեծ հնարավորություն այն մարդկանց համար, ովքեր կարող են ամբողջական անշարժ գույք ձեռք բերել։ Ոչ թե մասնաբաժին ձեռք բերել, գումար չկա, 550-ով ձեռք բերենք, սկսենք, այլ մարդիկ, ովքեր իրոք ունեն որոշակի գումար եւ ուզում են ունենալ պատրաստի գործող բիզնես, ունենան իրենց հյուրատունը, ունենան իրենց հյուրանոցների ցանցը, այդ մարդիկ կարող են ռեալիզացնել իրենց երազանքները։ Մենք տեսնում ենք, որ Թայլանդում ունենք հենց այդպիսի հյուրանոցային կոմպլեքս, որ կառուցվում է Մալիբու կղզու վրա։ Մենք ունենք նաև տեսնում եք Յաբլունիցի տարածաշրջանում, Կարպատներում, որտեղ կարելի է ձեռք բերել։ Նորից տեսնում եք ինչպիսի բարձր թվանշաններ է, գնահատականները տեսնում եք եւ ամենահետաքրքիրը, որ մենք կարող ենք շուտով Հայաստանում ձեռք բերել, ունենալ մեր հյուրատունը, ունենալ մեր քոթեջը հայաստանյան հողի վրա նույնիսկ։ Մարդիկ կան, իրենք ասում են, ես ուզում եմ արտասահմանում ձեռք բերեմ, շատ լավ, կարող եք արտասահմանում ձեռք բերել, կղզու վրա ձեռք բերել, այդ կղզին, որտեղ որ Թայլանդում տեղադրված են, հյուրատները, դա մինչ որ դրախտային վայր է, հրաշք վայր է, ամեն մարդ երազում է ունենալ այնտեղ հյուրանոց, հյուրատուն։ Հայաստանում նույնպես կարելի է ունենալ եւ հիմա ամենալավ ժամանակահատվածն է։ Հայաստանում արվել է արդեն իսկ հետազոտություն, մենք տեսել ենք որտեղ կլինի ավելի նպատակահարմար եւ ստեղծվել է, տեսեք, քարտեզի վրա հենց այն տարածքները, որտեղ ընկերությունը տեսնում է, որ ավելի լավ կլինի, ավելի եկամտաբեր կլինի ունենալ անշարժ գույքեր։ Արվել է հետազոտություն, տեսել են ինչ արժեքներ ունեն, այնտեղ կա օրը $270, տեսնում ենք այդպիսի տներ կա Հայաստանում $170, տարբեր արժեք ունեցող տներ կան Հայաստանում, որ հիմա տրամադրվում են եւ գործում են վարձով։ Հիմա դուք տեսնում եք նաև այն մոդելները, ինչպեսի քոթեջներ պետք է լինեն Հայաստանում տեղադրված, դուք կարող եք ընտրել ձեր
ըստ ձեր ճաշակի, կա արդեն գծագիրը եւ կարեւոր է գիտակցել շատ կարեւոր հանգամանք, պետք է գիտակցենք, որ մեր հյուրատունը կոտեջը գտնվում է արդեն համալիրի մեջ, ռեզորտի մեջ հյուրանոցային, որտեղ կա ռեստորանային տարածքը, կա սպա սերվիզը, կան լողավազանները, մանկական խաղահարաբարակները, ամեն ինչ ներառում է։ Դուք ուղակի ձեռք եք բերում հյուրատունը, բայց այն գտնվում է հենց այդ ռեզորտի մեջ, այսինքն պատրաստի բիզնեսի մեջ է գտնվում։ Դուք ընդհանրապես առնչություն չունեք որտեղից գտնենք հաճախորդներ, ինչպես այնտեղ կազմակերպենք այդ մաքրման process-ը, կամ ինչպես կատարենք վերանորոգում եւ այլն, ամեն ինչը ընկերությունն է վերցնում իր վրա։ Ձեր հյուրատունը դառնում է արդեն ձեր իսկ գործող բիզնեսը։ Եվ դուք կարող եք ունենալ եկամտաբերություն, ստանալ ձեր եկամուտները, եւ այստեղ եթե մենք նայենք հաշվարկների մեջ, որ արվել են նախնական հաշվարկներ, կտեսնենք օրինակ նոյեմբեր ամսին ինչպիսի եկամտաբերություն կարելի է ունենալ, $1050 կարելի է ունենալ, հոկտեմբեր ամսին 1240, եթե տարեկան հաշվարկն ենք նայում, տեսնում ենք $17633 եկամուտ կարող է տալ մեզ այս հյուրատունը։ Եվ արժեքը հիմա ամենացածր արժեքն է, ամենաձեռնտուկինն է, որը երբեք չի կրկնվելու։ Հիմա արժի $53,000, հիմա տեսնում եք $53,500 կաբուտ կինը, իսկ կարմիր կինը, որ տեսնում եք, դա արդեն աբառիկ վաճառքն է, որը նույնպես հնարավոր է մինչև 12 ամիս, այնտեղ չկան ինչ-որ ընկերություն, բանկեր, չգիտեմ ինչ տոկոսներ, եւ ասեմ ձեզ, եթե դուք վճարում եք, պայմանավորվում եք հիմա ձեզ հարմար ժամանակացույցով եւ վճարում եք։ Մյուսը, եթե ինչ-որ ձևով հանգարց ինչ-որ բան պատահի, դուք չկարողանաք վճարել, դուք ձեր գումարները չեք կորցնում, ոչ եք կորցնում եք ձեր հյուրատունը, հակառակ դուք կարող եք նաեւ ձեր գումարները, ձեր ներդրած գումարները փոխանցել, դարձնել բաժնեմասեր, եթե չեք կարողանում հասցնեք վճարեք աբառիկ վաճառքը։ Տեսնում ենք ավելի մեծ քառակուսի մետր ունեցող տներ, 51 քառակուսի տեսնում ենք, եւ նաեւ եկամտաբերությունը նորից կարող ենք տեսնել տարեկան կտրվածքով $27,000-ից ավել եկամտաբերություն կարող է բերել եւ այն արժի, եթե նայում ենք միանգամից ձեռք բերելու դեպքում, ոչ թե աբառիկ $102,500 արժի։ Ունենք ավելի մեծը 54 քառակուսի մետր, նույնպես ներառված է եկամտաբերությունը, տեսնում ենք եկամտաբերությունը ինչպիսի եկամուտ կլինի, միայն դեկտեմբերին նախատեսված է $2,700 եկամուտ, Սա այն եկամուտներն են, որ ռեալ կարելի է ստանալ գործող հյուրանոցներից։ 77 քառակուսի մետր կա, տեսնում ենք, նույնպես եկամուտները հաշվարկված են, ավելի բարձր եկամուտներ կարելի է ստանալ, ինչքան մեծ է այնքան կարելի է ավելի մեծ գնով տրամադրել։ Այստեղ ունենք նաև 75 քառակուսի մետր, որը արժի 150,000։ Եվ ուշադրություն դարձրեք, այս բոլոր հյուրանոցները, հյուրատները պատրաստի վիճակում են, ներառում են ամեն ինչ, ընդհուպ միջև ասենք խոհանոցային պարագաները, համապատասխան տեխնիկան, որ մեջը պետք է լինի, խոհանոցը ամբողջությամբ կահավորված, կահույքը ներառում է իրեն մեջ, ներառում է սանհանգույցը, այսինքն պատրաստի ունենում ենք պատրաստի հյուրանոց, պատրաստի հյուրատուն, որը աշխատում է հենց մեզ համար, ամեն ինչ արվում է, որպեսզի հաճախորդը ընդհանրապես չբախվի ինչ-որ խնդիրների հետ, այլ արդեն ունենա սանհանգույցը լինի, դիմացը կա բացօթյա հարթակ, խոհանոցը լինի, այնտեղ ննջասենյակը իրեն մեջ ներառում է ամեն ինչ, խոհանոցը կահույքն է ներառում, բոլոր հարմարությունները, ինչ որ անհրաժեշտ է, արդեն իսկ պատրաստի բարձր որակով ստանում եք եւ ստանում եք բիզնես, պատրաստի բիզնես։ Նաև դուք կարող եք ձեր բիզնեսը կառավարել հեռախոսով, այնտեղ տեղադրվելու են տեսախցիկներ, որ դուք կարող եք մուտք գործել ընկերության կայքը, տեսնել ինչպիսի վիճակում է ձեր հյուրանոցը, տեսնել հաճախորդների քանակությունը, վճարումները, այսինքն տրամադրվում է նաև այդպիսի ինտերնետ հարթակ։ Ամեն բան հասանելի է եւ ամեն բան արվում է հաճախորդների համար, որպեսզի հաճախորդները կարողանան իրենց եկամտաբերությունը ստանան։
Եթե մարդը որոշում է վաճառել, հա, դուրս գալ, ոնց որ ասում են բիզնեսից, դա նույնպես հասանելի է դառնում, որտեղ ամենաառաջին ընկերությունը կարող է ձեզանից ձեռք բերել այդ հյուրատունը, այսինքն դու կարող եք նաև արագ վաճառել։ Երկրորդը դու կարող եք վաճառել ընկերության մեջ գտնվող գործընկերներին, իրենք նույնպես շահագրգռված են ձեռք բերել։ Իսկ երրորդ տարբերակը արդեն դուք եք որոշում, կարող եք ինչ-որ անծանոթ մեկին վաճառել կամ վաճառել այն մարդուն, ում դուք եք ուզում, ընդհանուր ավելի թանկ գնով վաճառել, որովհետև գինը թանկանում է եւ երբ որ սկսեց արդեն շինարարությունը, որը արդեն նախատեսվում է մյուս տարվա սկզբին, գները բարձրանալու են։ Ուստի հենց հիմա արդեն կարող եք դուք պատրաստվել, ձեռք բերել, ունենալ այդպիսի գործող բիզնես։ Հուսով եմ պարզ էր ամեն ինչ, եթե ամեն ինչ պարզ էր, կրում ենք երեքները եւ մենք խոսենք եւս մեկ պրոդուկտի մասին, որը շատերին զարմացրեց։ Այսպիսի հարց, կուզենայիք ունենալ այնպիսի մի հատ ակտիվ, այսպես ասած, այնպիսի պասիվ եկամուտ, որը ամեն տարի իր գնով աճեր, արժեքով աճեր, տար եկամուտ ավելի քան 500 տարի ստանայիք ձեր պասիվ եկամուտը եւ նաեւ օգուտ բերեք շրջակա միջավայրին։ Կուզենայիք այդպիսի ակտիվ ունենալ, այդպիսի հնարավորություն։ Դա հենց ծիտապտղի ծառերն են։ Ծիտապտղի ծառերն են, դու կարող ես զարմանալ, ինչպես ծիտապտղի ծառերը ինչ ձևով է եկամուտ տալու։ Հիմա տեսնեք ինչպես է դա լինում։ Ասեմ որ ծառերը արդեն կան, տնկված են ծառերը եւ սահմանափակ քանակ է, ընդամենը 12000 ծառ կա եւ մեկ ծառի արժեքը սկսվել է $149 եւ հիմա արդեն այդ թանկացման process-ը սկսվել է։ Ինչպես է այս գաղափարը աշխատում։ Դուք ձեռք եք բերում ծառը եւ ամբողջական այդ խնամքը, սպասարկումը, ծիտապտղի բերքի հետո հավաքը կամ դեղ յուղի ստացումը եւ այլն, այդ ամբողջ process-ը իր վրա է վերցնում ընկերությունը։ Ծառը ունի երաշխիք, եթե ինչ որ մի բան պատահի ծառի հետ, կա ծառերի բանկ, կարելի է ծառը հանել, փոխել նոր ծառով, համապատասխան տարիքով։ Ծառը ունի ապահովագրություն եւ ծառը արդեն 4 տարուց սկսած կարող է ապահովել եկամուտով։ Հիմա տեսնենք ինչպիսի եկամուտ կա։ Եթե ուզում եք տեսնել ինչպիսի եկամուտ կա, խնդրում եմ 4-երը գրեք չաթի մեջ եւ տեսնենք ինչպիսի եկամտաբերություն կարելի է ստանալ հենց այս ծառերի շնորհիվ։ Այստեղ արված է միջինացված հաշվարկ, եթե ստանանք 80 կիլոգրամ ծիտապտուղ, կարելի է ստանալ 16-ից 20 լիտր ծիտապտղի յուղ։ Եթե այն վաճառենք $8, ընկերությունն է իհարկե վաճառում, ասեմ որ այս $8 շատ ցածր գին է, ընդհանրապես անընդհատ թանկանում է սնունդը, սնունդն էլ է թանկանում, հողատարածքներն են թանկանում, հա, ինչի, որովհետև սահմանափակ ռեսուրս է։ Եվ եթե վաճառենք $8, կունենանք $128 եկամուտ միջինացված ձևով։ Եվ եթե 50%-ը վերցնում է իրեն կառավարող ընկերությունը, 50%-ն է մենք ենք ստանում, կարող ենք $64 եկամուտ ստանալ մեկ ծառից միջին հաշվարկով։ Այդ չեմ ասում, որ ծառը աճում է, ծառը նույնպես թանկանում է։ Եթե առաջի տարին մենք ձեռք էինք բերել ավելի էժան գնով, թանկանում է նաև աճում է ծառի բերքատվությունը։ Տեսեք, այստեղ մենք կարող ենք տեսնել բերքատվության առումով միջև $97 եկամուտ կարելի է ստանալ, հա, այդ մի ծառից, քանի որ ծառը աճում է տարիների ընթացքում։ Եվ գնի թանկացումը նույնպես արկա է, հիմա արդեն կա, $149-ով սկսել ենք, $159 է հիմա, շուտով կդառնա $169 մեկ ծառը եւ 4 տարի հետո այն լինում է $300։ Եվ եթե դուք ուզենաք այն վաճառեք մի քանի անգամ թանկ, իհարկե կարող եք վաճառել, ծառերը նույնպես մեր մոտ թվայնացված են եւ այն կոչվում է MTO token, այսինքն կարելի է վաճառել որպես token, որը հիմնավորված է ծառերով, որը ունի ռեալ արժեք։ Եվ ձեզ ասեմ մի հատ հանգամանք եւս, այս ծառերի բերքատվությունը մենք նշել ենք 500 տարի, բայց ավելի շատ տարիներ կարող է ծիտապտղի ծառը բերք բերել, ավելի շատ տարիներ կարելի է եկամուտ ստանալ, դու կարող եք եկամուտ ստանալ դուք ինքներդ եւ ձեր սերունդները։ Եթե ուզում եք հաշվել միջին եկամտաբերությունը ինչքան կլինի տարեկան կտրվածքով, ձեր առած ծառերի քանակությունից ելնելով, կարող եք այսպիսի եկամտաբերություն հաշվել 30% $ով եկամտաբերություն կարող եք ստանալ, շատ բարձր եկամտաբերություն է։ Կարող եք ձեռք բերել 12000 ծառ,
սա պլանտացիա է, առավելություններ ունեք, եկամտաբերությունը կլինի $768,000 զեղ չեք ստանում էժան գնով եք ձեռք բերում եւ դուք ունեք նաեւ հնարավորություն Վրաստանի քաղաքացիություն ստանալու Վրաստանի քաղաքացիությունը հնարավորություն է տալիս եվրոպական երկրներ նույնպես ճանապարհորդել, հա, այսպիսի հնարավորություն կա։ Կարելի է ձեռք բերել 4800 ծառ նույնպես ստանալ իրավունք հողամասի վրա, այսինքն հողամասնել է ձերը, հողնել է ձերը եւ կարող եք ժամանակավոր կացության իրավունք ստանալ։ Կարող եք ավելի փոքր քանակով ձեռք բերեք եւ այստեղ հատուկ ձեզ համար ես մի քիչ հաշվարկ եմ արել, որ ավելի հեշտ լինի պատկերացնել։ Օրինակ, եթե $20 20 ծառ ձեռք բերենք $159, հա, 20 ծառ, այն կարժենա $3180, եկամտաբերությունը կլինի $1280։ Եթե 50 ծառ ձեռք բերենք $159-ով, $7950 կծախսենք, բայց եկամտաբերությունը կլինի $3200։ 100 ծառի դեպքում մեր եկամտաբերությունը կլինի $6400 եւ 200 ծառի դեպքում $12800։ Տեսեք, եթե 200 ծառ ունենաք, արդեն ամիսը $1000 կարգի է, կամ ավել կամ պակաս կախված բերքից, այդպիսի եկամտաբերություն մենք կարող ենք ստանալ շնորհիվ հենց այս ակտիվի։ Կան երաշխիքներ, իրավաբանական, ծառերը ապահովագրված են, տարեկան հաշվետվություններ կան եւ ժամանակակից ենթակառուցվածք, սպասարկում, մասնագետների խնամք, այդ ամենը ապահովում է բարձր եկամտաբերություն եւ ապահովում է մեր բերքի արդյունավետությունը, այսինքն մենք ստանալու ենք այն բերքը, որը սպասում ենք։ Այսքանը մեր պրոդուկտների մասին, այն пассив եկամտի աղբյուրների վերաբերյալ, որ մարդիկ կարող են մեր մոտ ստանալ։ Եթե ամեն ինչ པարզ էր, եթե ձեզ հետաքրքիր էր, խնդրում եմ չաթի մեջ գրեք 5 եւ ովքեր որ ուզում են իմանալ ինչպես կարելի է ունենալ սեփական բիզնես, նաեւ ունենալ ակտիվ եկամուտ, այսինքն ակտիվ գործունեություն ծավալել, ինչ որ ոլորտում աշխատել, մասնագիտություն ստանալ, ճանապարհորդել, տարբեր մասնագետների կողմից վերապատրաստում անցնել, դուք կարող եք մնալ եւ եւս մի քանի րոպե լսել այդ ինֆորմացիան։ Իսկ եթե ձեզ չի հետաքրքրում ակտիվ գործունեությունը, ինչ որ բիզնեսով զբաղվել, ինչ որ մասնագիտություն ստանալ, ունենալ կարիերային աճ, եթե ձեզ չի հետաքրքրում ինչպես կարելի է 90 օրվա ընթացքում դուրս գալ մինչև $2550 եկամուտի վրա, այդպիսի եկամուտներ ստանալ ամսեկան, եթե չի հետաքրքրում կարող եք դուրս գալ։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է եւ ուզում եք դա նույնպես իմանալ, կարող եք մնալ եւ լսել, շարունակել լսել ինֆորմացիա։ Ովքեր են մնում, ովքեր որ մնում են, խնդրում եմ դրեք պլյուսներ, եթե մարդիկ կան, ովքեր մնում են եւ լսում են, տնում ենք պլյուսներ, տեսնենք քանի հոգի է մնում։ Այն մարդիկ, ովքեր ուզում են նոր մասնագիտություն ստանալ, նոր հմտություններ ձեռք բերել, եթե կան այդպիսի մարդիկ, խնդրում եմ պլյուսներ դրեք եւ ես շարունակեմ բացահայտել այդ գաղտնիքները։ Տեսնում եմ պլյուսները, այստեղ կան մարդիկ, ովքեր իրոք ուզում են այդպիսի եկամտաբերություն ստանալ։ Տեսեք ինչպես է տեղի ունենում եւ ինչ ձևով է այս ամենը գործում։ Բոլոր ընկերությունները աշխարհում դա լինի, ասենք, մեքենաների արտադրությունը, տեսնում ենք այնտեղ սննդի ավելումները, սննդի ոլորտը, կոսմետիկան, դեղորայքը, անշարժ գույքը, տարբեր ոլորտներ կան, բոլոր ոլորտները գումար են ծախսում գովազդի վրա։ Ընդդուպ գովազդի վրա ծախսում են իրենց եկամուտի 50%-ից ավելին։ Եթե չլինի գովազդ, ոչ ոք չի իմանա տվյալ ապրանքի մասին կամ տվյալ ծառայության մասին։ Եվ սա նորմալ պրակտիկա է, բոլոր ընկերություններն են այդպես զարգանում։ Հիմա պատկերացրեք մի պահ այդ գովազդի գումարները ոչ թե ստանում են ինչ-որ ընկերությունները, այլ կարող ենք մենք վաստակենք այդ գումարը։ Եվ եթե մենք հրավիրում ենք գործընկերներ եւ ստեղծում ենք գործընկերների խումբ, մենք կարող ենք վաստակել նաեւ գործընկերների խմբի հաշվին։ Հիմա դուք այս նկարի մեջ կարող եք տեսնել առաջի գործընկերը, ենթադրենք դա դուք եք եւ ինչ որ մեկի նույնպես դուք տալիս եք հնարավորություն, հա, որ տվյալ մարդը գա, եկամուտ ունենա, գումար վաստակի, ինչի՞ չէ նաեւ ակտիվ գործունեությամբ զբաղվի։ Ընկերությունը ձեզ վճարում է ձեր հրավիրված մարդկանցից 5%։ Եթե ձեր հրավիրած մարդիկ են ինչ որ մեկին հրավիրում, դրանց դիմաց եւս վճարում է 2%, հա։
Այստեղ նաև կա այլ մարքեթինգ, որը կոչվում է երկուական մարքեթինգ եւ հնարավորություն է տալիս բոլոր խորություններից եկամուտ ստանալ, ստեղծել գործընկերների խումբ եւ ելնելով փաթեթից վաստակել մինչեւ 11.5% ընդանուր շրջանառությունից։ Այստեղ տեսնում ենք մատրիցաները, որը հնարավորություն է տալիս $200,000 վաստակել, տրինարները, որը հնարավորություն են տալիս $265,000 վաստակել։ Հիմա դուք կարող եք տեսնել ինչպես կարելի է ունենալ կոչումներ, ունենալ որոշակի ստատուսներ, այսինքն կարիերա ունենալ եւ կարիերային համապատասխան վաստակել։ Նույնիսկ ամենացածր կարիերային աշճանի դեպքում, որը կոչվում է ասիստենտ, կարելի է $500 վաստակել, կոնսուլտանտը կարող է 1000 վաստակել, advisor-ը կարող է 3000 վաստակել, մենեջերը 10000, դիրեկտորը 30000, ռեգիոնալ դիրեկտորը 100000, նացիոնալ դիրեկտորը 300,000, էկզեկյուտիվ դիրեկտորը կարող է վաստակել $3 միլիոն եկամուտ ունենալ եւ գլոբալ դիրեկտորը կարող է $10 միլիոն ունենալ։ Որտեղից են այս եկամուտները գալիս, երբ որ դուք ստեղծում եք խումբ, այդ խումբը անում է ապրանքաշրջանառություն, ընկերությունը ստանում է եկամուտներ եւ բնականաբար դուք ստանում եք ձեր շնորհավճարները ձեր կատարած աշխատանքի դիմաց։ Դուք մտածում եք, թե ամեն ինչ սահմանափակվում է գումարներով, ոչ, կարելի է նաեւ նվերներ ստանալ։ Եւ արդեն շատ մարդիկ կան, ովքեր ստացել են նվերներ։ Կարելի է ստանալ Apple ընկերության տեխնիկական միջոցները, այնտեղ հեռախոսը Apple-ի $2000 կարելի է ստանալ, MacBook-ը $6000, թանկարժեք զարդ $20,000, թանկարժեք այստեղ ժամացույց $60,000, բնակարան ստանալ $200,000, առանձնատուն ստանալ $300,000։ Տեսնում եք ինչպիսի նվերներ կարելի է ստանալ։ Միայն աշխատելու համար ձեզ պետք չի բնակարան ձեռբերել, բնակարանը կարող եք նվեր ստանալ ընկերության կողմից։ Նաև մեքենաներ կարող եք ստանալ $12,500, $25,000, $50,000, $100,000 մեքենաներ կարելի է նվեր ստանալ եւ այս մեքենաները անդադ փոխվում են, ընկերությունը ավելի թարմացնում է, ձեզ ավելի թանկարժեք մեքենաներ է տալիս եւ արդեն իսկ կան մարդիկ, ովքեր ունեն այդ մեքենաները։ Եվ դուք տեսնում եք արդեն 2023 թվականից առաջի մեքենան, որ Հայաստանում ստացավ Հայկ Ալեքսանյանը, հետո ստացա ես Փարիզում, տեսնում եք 2023 թվականին, տեսնում ենք Բավական Գրիգորյանը 2024 թվականին, Շողիկ Մնեյանը 2025 թվականին, Արփինե Սարգսյանը 2025 թվականին ընդհանուր Արփինեն 2 մեքենա է ստացել, 2024-ին նույնպես, 2025 թվականին Լալա Սարգսյանը, տեսնում եք ինչպիսի ճոխ նվերներ կարելի է ստանալ ընկերության հետ համագործակցելու շնորհիվ։ Եվ դուք կարող եք ստանալ ուսուցում, ինչպես կարելի է դա անել։ Տեսնում եք, արագ մեկնարկ, վաճառքները, ինտերնետ մարքեթինգ, այս բոլոր մոդուլները անցկացվում են, ուսուցանվում են, մարդիկ սովորում են ինչպես կարելի է այստեղ գումար վաստակել, զարգանալ։ Առաջի 3 մոդուլները on-line ուսուցումներ են։ Արդեն իսկ 4-րդ մոդուլը ուսուցումը սկսվում է ճանապարհորդությունը, արտասահմանյան երկրներ, որը մեր թիմագիստները այս 4 տարվա ընթացքում արդեն ճանապարհորդել են, տարբեր երկրներում են եղել, անցկացրել է այս ուսուցումը, պատկերացրեք մինչև 10 մոդուլային համակարգ, որտեղ ընկերությունը անընդհատ ձեզ նոր բացահայտումներ է անում, ձեր մասնագիտության մեջ նոր ձեռքբերումներ եք ունենում։ Կարելի է նաև ստանալ այսպիսի կրծքանշաններ, տեսնում եք թանկարժեք գործունեության համար սամբուրսան ոսկուց է, այն 64 գրամ ոսկի է, ոչ մեկին չասեք, եւ այստեղ կան բրիլյանտները, տեսնում եք զմրուխտները, տեսնում եք նաև գունավոր քարերը, որոնք ռուբին է, դեղին կանաչ ռուբինը միշտ իր արժեքի մեջ թանկանում է։ Սա կարող են ստանալ այն մարդիկ, ովքեր որ կարիերային կառուցում զարգանում են։ Արդեն կան մարդիկ, ովքեր արժանացել են, ունեն։ Նաև դուք կարող եք մասնակցել տարբեր միջոցառումների, այսպես կոչված SKS-ների, այսինքն սկզբնական կոնֆերենցիա, դա կոչվում է, որտեղ մարդիկ մի օրվա ընթացքում ամբողջությամբ բացահայտում են, հասկանում են, իմանում են այս ընկերությունը ինչ է իրենից ներկայացնում եւ ձեռք են բերում պրոֆեսիոնալ հմտություններ բիզնեսը զարգացնելու, իրենց մասնագիտության մեջ շատ գումար վաստակելու եւ ճանապարհորդելու համար։ Իրականում այս բիզնեսը տալիս է այն ամենը, ինչ մարդուն պետք է։
Անհրաժեշտ են գումարներ, մենք ստանում ենք անհրաժեշտ գումարները։ Անհրաժեշտ է բնակարան, մեքենա, տեխնիկական միջոցներ եւ այլն, ամեն ինչ տրվում է։ Անհրաժեշտ է մարդուն ճանապարհորդել, ամեն ինչ տրվում է։ Դուք հիմա ինքներդ եք որոշում։ Զարգանաք, շարունակեք զարգանալ մեզ հետ։ Փոխեք ձեր կյանքի ընթացքը, թե մնաք ձեր ոնց որ ասած հին վիճակում։